Բարև ձեզ, սիրելիներ։ Այսօր մենք շարունակում ենք մեր հոգևոր ճանապարհորդությունը Աստվածաշնչի էջերով ծննդոցից մինչև հայտնություն։ Այսօր մենք կանգ ենք առնում Թվոց գրքի 15 եւ 16-րդ գլուխների վրա։ 15-րդ գլխում ժողովուրդը ձախողվեց եւ դատապարտվեց անապատում մնալու։ Բայց 15-րդ գլուխը սկսվում է զարմանալի հույսով։ Աստված ասում է. «Երբ մտեք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ», Աստված չեղյալ չհամարեց իր խոստումը։ Նա պարզապես փոխանցեց այն հաջորդ սերնդին։ Այստեղ խոսվում է զոհաբերությունների եւ հագուստի ծայրերին կապույտ ծոպեր դնելու մասին։ Այս գլխում տեսնում ենք Հիսուսին որպես մեր հավատարիմ խոստում։ Երբ մենք ձախողվում ենք, նա մնում է հավատարիմ։ Հագուստի վրայի կապույտ թելը խորհրդանշում է երկինքը։ Հիսուսը երկնքից իջավ մեր քանապետը, ով մեզ միշտ հիշեցնում է մեր երկնային քաղաքացիության մասին։ Նա այն կատարյալ զոհն է, ում շնորհիվ մենք կարողանում ենք մտնել Աստծո խոստացած հանգստի մեջ, նույնիսկ մեր սխալներից հետո։ Ձեր անցյալի ձախողումը չի նշանակում Աստծո ծրագրի վերջը։ Աստված դեռ խոսում է ձեր ապագայի մասին։ Ինչպես կապույտ թելն էր հիշեցնում պատվիրանները, այսօր թույլ տվենք, որ Սուրբ Հոգին էլ մեզ հիշեցնի մեր երկնային կոչման մասին։ Դուք երկրային չեք, դուք երկնային հայրենիք ունեք։ Թվոց 16-րդ գլուխը պատմում է Կորխի, Դաթանի եւ Աբիորոնի ըմբոստության մասին։ Նրանք մարտահրավեր նետեցին Մովսեսի եւ Ահարոնի, կասկածի տակ դնելով նրանց ընտրությունը։ Արդյունքում երկիրը բացվեց եւ կուլ տվեց նրանց, սակայն ամենահզոր պատկերը գլխի վերջում է, երբ ժողովրդի մեջ հարվածը սկսվեց եւ Ահարոնը կրակարանը ձեռքին կանգնեց մեռելների եւ ողջերի մեջտեղում եւ հարվածը ինչ եղավ դադարեց։ Ինչպես է այստեղ բացահայտվում Հիսուս Քրիստոսը։ Ահարոնը այստեղ Հիսուս Քրիստոսի ամենավառ պատկերներից մեկն է։ Հիսուսը մեր ճշմարիտ միջնորդն է։ Երբ մեղքի հարվածը մահը գալիս էր մարդկության վրա, Հիսուսը կանգնեց մեռելների եւ ողջերի մեջտեղում խաչի վրա։ Նա իր վրա վերցրեց մահվան հարվածը, որպեսզի մենք, ես եւ դու ապրենք։ Նա այն քահանապետն է, ում խնկարկությունը աղոթք այսինքը այսօր էլ կանգնեցնում է դատաստանը մեր կյանքից։ Երբևիցե մի փորձեք բարձրացնել ձեզ ուրիշներին նվաստացնելով, ինչպես Կորխը։ Հիշեք, որ մեր ամբողջ հույսը Հիսուսի միջնորդական աղոթքի վրա է։ Եթե այսօր զգում եք, որ մեղքը կամ մահը հարձակում է ձեր կյանքի վրա, վազեք դեպի մեր միջնորդ Տեր Հիսուսին, Հիսուսի մոտ։ Նա կանգնած է ձեր եւ դատաստանի միջև։ Աղոթենք, սիրելիներ։ Տեր Հիսուս, փառք ենք տալիս քեզ, որ դու ես մեր հավատարիմ խոստումը եւ մեր կենթանի միջնորդը։ Շնորհակալ ենք, որ դու կանգնեցիր մահվան եւ կյանքի արանքում մեզ համար։ Մաքրիր մեզ ամեն տեսակի հպարտությունից եւ ըմբոստությունից։ Օգնիր մեզ միշտ հիշել մեր երկնային քաղաքացիության մասին եւ քայլել քո շնորհի մեջ։ Ամեն։ Թանկագիններ, եթե ձեզ համար օրհնություն էր այսօրվա այս գլուխները, կարող եք կիսվել ձեր ընկերների հետ եւ եթե ունեք ձեր կարծիքները մեկնաբանություններում կարող եք գրել։ Աստված օրհնի ձեզ, կհանդիպենք Աստծո կամքով հաջորդում։ Եղեք օրհնված ձեր ընտանիքներով հանդերձ։ Ամեն։